Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ, եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մենք մասնագետների հետ քննարկում ենք ամենատարբեր խնդիրներ, հիվանդություններ, առաջարկում ենք դրանց կոնսերվատիվ բուժման կամ վիրահատական բուժման եղանակները, որոնք կիրառվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում մենք այսօր զրուցում ենք նեֆրոլոգիայի, նեֆրոլոգիական խնդիրների մասին, իսկ իմ հյուրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նեֆրոլոգիայի ծառայության ղեկավար Սոնյա Փալանջյանն է։ Բժշկուհի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ այստեղ լինելու համար։ Եվ սկսենք հենց այստեղից, ինչ է նեֆրոլոգիան, ինչ գիտություն է, ինչ է ուսումնասիրում։ Շնորհակալություն հրավերի համար։ Նեֆրոլոգիան գիտություն է, որը ուսումնասիրում է երիկամների հիվանդությունը։ Հիվանդություն, որը կարող է լինել ինքնուրույն առաջացած հիվանդություն, բայց շատ ժամանակ նաև կարող է լինել այլ հիվանդությունների արտահայտություն։ Սրտային հիվանդների մոտ կարող է հետագայում ախտահարվել երիկամները, շաքարային դիաբետով հիվանդները, շարակցական հյուսվածքի հիվանդները, նաև ուրոլոգիական պրոբլեմներով հիվանդներ, որոնք ի վերջո կարող են ունենալ երիկամի ախտահարում եւ այդ հիվանդությունները բերում են երիկամների քրոնիկ հիվանդության։ Դրա համար այդ հիվանդությունների ժամանակին հայտնաբերելը, բուժելը, նաև պրոֆիլակտիկան շատ կարևոր նշանակություն ունեն, որպեսզի հիվանդությունը դանդաղ զարգանա ի վերջո եւ կարողանանք ավելի արագ կանխարգելել այդ հիվանդությունների զարգացումը։ Հիմնականում ինչ գանգատներ են ունենում պացիենտները, ովքեր խնդիրներ են ունենում երիկամի։ Հիվանդները ի սկզբանե կարող են նշել այդուցներ, որոնք առաջին անգամ են իրենց մոտ առաջացել, մեզի գույնի փոփոխություն, այրունամիզության տեսքով, մեզի գույնի մկացում, զարգերակային ճնշման բարձրացում, որը կարող է լինել հիվանդության առաջի ախտանիշը, եւ այդ պարագայում շատ դեպքերում հիվանդները դիմում են սրտաբանների։ Դրա համար այդ մասնագետները օգնող են դառնում նեֆրոլոգներին հայտնաբերելու ի սկզբանե նեֆրոլոգիական հիվանդությունները։ Դրանք հիմնական ախտանիշներն են այդուցներ, զարգերակային ճնշման բարձրացումներ եւ միզային համախտանիշը, որը կարող է արտահայտվել սպիդամիզությամբ, այրունամիզությամբ եւ լեյկոցիտների քանակի ավելացումով։ Հիմնականում կան տարիքային շեմեր կամ սեռով պայմանավորված, որ ավելի շատ է արտահայտված երիկամային խնդիրները այդ տարիքում կամ սեռում։ Մենք զբաղվում ենք հիմնականում 18 տարեկանից բարձրը, մանկական տարիքը առանձին մասնագիտություն է, մանկական նեֆրոլոգներ են, որոնցով զբաղվում են արաբկիրի բժիշկները, նեֆրոլոգիական ծառայությունը արաբկիրում է մանկական։ Ես չէի առանձնապես առանձնացնի որպես կանանց եւ տղամարդկանց, ավելի շատ հիվանդություններով կարող ենք առանձնացնել բուն երիկամային հիվանդություններ եւ շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն, շարակցական հյուսվածքի հիվանդություն, որոնք կարող են բարդանալ երիկամի ախտահարումով։ Դրա համար ես ուզում եմ դիմել առաջի հերթին հիվանդներին, որպեսզի իրենք ուշադիր լինեն եւ զգոն լինեն իրենց առողջության նկատմամբ։ Նման ախտորոշում ունեցող հիվանդները պարբերաբար պիտի կատարեն լաբորատոր գործիքային հետազոտություններ, լինեն բոլոր մասնագետների հսկողության համապատասխան իրենց հիվանդությանը այդ մասնագետների հսկողության տակ։ Այս կլինիկան ունի շատ մեծ առավելություն։ Այդ առավելությունը արտահայտվում է նրանում, որ հիվանդանոցում գործում է շատ գրագետ թիմ, բոլոր մասնագետների առումով, սրտաբաններ, թերապևտներ, նյարդաբաններ, բոլոր ուրոլոգները, վիրաբուժները մեզ հաճախակի գալիս են օգնության, ունենում ենք նաև վիրաբուժական պաթոլոգիայի հետ առնչություն, գործում է հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունքը, որը հաջորդ էտապն է երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների համար։ Երիկամների քրոնիկ 5-րդ աստիճանի քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների բուժման հաջորդ էտապը դա հեմոդիալիզն է եւ երիկամի փոխպատվաստումը, որոնք շատ կարեւոր են հիվանդների համար երկարացնելու հիվանդների կյանքը եւ ավելի լավը դարձնելու իրենց կենսակերպը, այո։
Նեֆրոլոգիական ծառայությունը հիմնականում ինչ ուղղվածությամբ է աշխատում, ամբուլատոր է, ստացիոնար է, ովքեր են թիմում, մասնագիտությունը ինչ հագեցվածություն է պահանջում գործիքային տեսանկյունից, այլ բաժանմունքների հետ աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից, այ դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ պարբերաբար պետք է հետազոտվել, եթե կան օրինակ ձեր թվարկած ուղեկցող հիվանդությունները։ Նեֆրոլոգիական ծառայություն այսօրվա դրությամբ սպասարկում են 4 նեֆրոլոգ, ծառայությունը մեզ մոտ ստացիոնար է, պոլիկլինիկաներում առանձին նեֆրոլոգներ չեն աշխատում, սպասարկում են այդ հիվանդներին ընտանեկան բժիշկները, թերապևտները եւ շատ ցանկալի է, որպեսզի իրենց կողմից եւս այդ հիվանդները պարբերաբար հետազոտվեն երիկամների ֆունկցիայի կապակցությամբ եւ երիկամային պաթոլոգիան հայտնաբերելու պարագայում արագ ուղղորդել։ Մեր կլինիկայում գործում է նաև ամբուլատոր նեֆրոլոգիական ծառայություն, հիվանդներ, որոնք կարիք չունեն այդ պահին ստացիոնար հետազոտման, կատարվում է խորհրդատվություն եւ գտնվում են համապատասխան նեֆրոլոգի հսկողության տակ։ Իսկ երբ լինում հիվանդի վիճակի վատացում, այդ պարագայում հիվանդը հոսպիտալացվում է ստացիոնար բուժման։ Ես մի բան եի ուզում նաև ասել հենց հիվանդների համար, որտեվ ցանկացած երիկամային հիվանդ դիմելով բժիշկի, օրինակ եթե հիպերտոնիկ հիվանդություն ունի հիվանդը, հիմնական տեղորայքը, որ այդ պարագայում նշանակվում է, հիպոտենզիվներն են, միզամուղներն են եւ այլն։ Եվ հիվանդներին միշտ թվում է, որ առանձին ինչ-որ երիկամի համար սպეციფიկ բուժում է լինելու։ Երիկամի համար ամեն պաթոլոգիայի հենց իսկ պաթոլոգիայի բուժումն է առաջնայինը։ Ճիշտ ապրելակերպ, առողջ ապրելակերպը, դիետան, որը շատ կարևոր է այդ հիվանդների համար եւ պարբերաբար ամենակիչը 3 ամիսը մեկ լինել նեֆրոլոգի հսկողության տակ, կատարել հետազոտությունները եւ այլն։ Էլի եմ կրկնում, մեր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնում են նաև մեր գոլեգաները, որոնք մեզ հետ համատեղ աշխատում են այդ հիվանդի առողջական վիճակը բարելավելու նպատակով։ Նույն սրտաբանները, թերապևտները, նյարդաբանները, էնդոկրինոլոգը, ռևմատոլոգը, վիրաբույժ բոլոր հարակից մասնագետները, բոլորի կարիքը մենք ունենում ենք եւ բոլորից շատ շնորհակալ ենք իրենց գրագետ մասնագիտական մոտեցման համար։ Վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, այսպիսի հիվանդությունները վերջին տարիներին հաճախ են հանդիպում, սակավ են հանդիպում, ավելի երիտասարդանում են, թե այնուամենայնիվ պահպանում են այն տենդենսը, որ կա։ Չէ, հիվանդությունները հաճախակի են հանդիպում, շատացել է երիկամային հիվանդների քանակը, բայց մեկ խնդրեմ կա նեֆրոլոգիայի համար, որ հիվանդները շատ ժամանակ ի հայտ են գալիս, երբ որ արդեն ունեն երիկամների քրոնիկ հիվանդություն 4-րդ, 5-րդ շրջանում։ Առաջին, երկրորդ, երրորդ շրջանները այդ շրջանում շատ քիչ են հայտնաբերվում, ավելի քիչ են հայտնաբերվում հիվանդությունը, քիչ է հայտնաբերվում։ Իսկ այդ շրջանում հայտնաբերումը արդեն բուժման արդյունավետությունը քչացնում է եւ հիվանդը անհրաժեշտություն է ունենում արդեն անցնելու երիկամի բուժման հաջորդ этаպին, ծրագրային հեմոդիալիզին կամ երիկամի փոխպատվաստմանը։ Բժշկուհի, ինչով է պայմանավորված, որ այդ առաջի, երկրորդ սկզբնական փուլերում ինքը մնում է չհայտնաբերված։ Սա դեռ այլ օրգան համակարգերի հիվանդությունների հետևանքով չախտահարման պատճառն է, թե մարդիկ սովորաբար տեղյակ են լինում, աչքաթող են անում։ Հիվանդների չհետևողականությունն է իմ կարծիքով առաջի հերթին, երբ որ հիվանդը ունի այլ պաթոլոգիա, ոչ թե բուն առաջնային երիկամային, եթե իրենք ունեն առաջնային երիկամային հիվանդություն, իրենք գիտեն, որ դիտում են նեֆրոլոգին պարբերաբար եւ ավելի վաղ է հայտնաբերվում այդ երիկամային անբավարարությունը։ Իսկ այլ հիվանդներ, այլ պրոֆիլի դիաբետ, հիպերտոնիա, շարակցական հյուսվածքի հիվանդություններ, այդ հիվանդներին թվում է, որ իրենք եթե կորեկցում են գլուկոզան կամ զարգերագային ճնշումը, այսինքն դրանից հետո հետևել երիկամի ֆունկցիայի անհրաժեշտություն չկա։ Իսկ ժամանակին հսկելը, պարբերաբար երիկամի ֆունկցիայի ստուգումը շատ կարևոր է վաղ ժամանակներում հայտնաբերելու երիկամային անբավարարությունը։
Իսկ հետաքրքիր երիկամային անբավարարությունը իր հերթին կարող է բերել այլ օրգան համակարգերի ախտահարման։ Իհարկե, ցանկացած երիկամային հիվանդ, որը ունի նաև եւ երիկամային հիվանդություն եւ երիկամային անբավարարություն, կարող է բերել եւ սրտի ախտահարման, եւ թոքերի ախտահարման, լյարդային անբավարարության, լյարդաերիկամային անբավարարություն կարող է առաջանալ։ Հիվանդություն է, որը զուգակցված է այլ օրգան համակարգերի հետ։ Չի կարելի ասել, որ եթե երիկամի ախտահարում ունենք, մյուս օրգանները բոլորը առողջ են, ոչ։ Եվ այդ օրգանների հիվանդության արդյունքում ախտահարվում է երիկամը եւ երիկամի ախտահարման պարագայում կարող են ախտահարվել մյուս օրգան համակարգերը։ Հիմնականում, եթե չնկատենք բանը չհասնի փոխպատվաստման process-ին, ապա երիկամային անբավարարությունը միայն բուժման է ենթարկվում, թե կարող է դա լինել նաև վիրահատական։ Երիկամային անբավարարությունը վարվում է կոնսերվատիվ, իրեն հաջորդ էտապը բուժման դա ծրագրային հեմոդիալիզն է, վիրահատականն է դա արդեն երիկամի փոխպատվաստումն է։ Երիկամային հիվանդությունները վիրահատության ենթակա են, դրանք ուրոլոգիական հիվանդություններն են, բայց ոչ նեֆրոլոգիական հիվանդությունները։ Ուրոլոգիական հիվանդությունները իհարկե բուժվում են շատերը վիրահատական մեթոդով։ Բացի հիմնական երիկամային անբավարարությունը, հիմնականում էլ ինչ խնդիրներով են հաճախ պացիենտները մասնագետներին դիմում, թեկուզ ուրոլոգների, բայց երիկամների հետ կապված։ Ուրոլոգներին դիմում են հիմնականում միզուղիների ինֆեկցիաների կապակցությամբ, կարող է լինել շագնաձև տղամարդկանց մոտ շագնաձև գեղձի խնդիրներ, միզակապություններ, միզաքարային հիվանդություն, երիկամի խիտ, դրանք հիմնական պաթոլոգիաներն են, որոնց առնչությամբ հիվանդները դիմում են ուրոլոգներին։ Նաև հանդիպում են ուրոլոգիայում առավել եւս չարուրակ գոյացությունները երիկամի։ Լինում են դեպքեր, երբ որ հիվանդները դիմում են նեֆրոլոգներին, բայց հետազոտության արդյունքում հայտնաբերվում է նաև երիկամների չարուրակ գոյացություն, որով զբաղվում են արդեն օնկոուրոլոգները։ Իսկ լինում է, որ հակառակ ուղղորդումն է լինում։ Ունենում ենք դեպքեր, երբ որ ուռուցքային հիվանդություններով հիվանդները, որոնք ստանում են հատկապես քիմիոթերապիա, քիմիոթերապիայի ֆոնին առաջանում է երիկամի ախտահարում եւ երիկամային անբավարարություն։ Այդ հիվանդները եւս վարվում են նեֆրոլոգների կողմից, կոռեկցելու հիվանդությունը եւ համատեղ որոշվում է նաեւ քիմիոթերապիայի տեղաչափը, որը շատ կարեւոր ցուցանիշ է։ Իսկ մի տեսակ շատ թիրախային օրգան է ստացվում երիկամը բոլոր օրգանների հիվանդությունների հետ կապված։ Բոլորի հետ կապված կարող է լինել։ Հաճախակի ունենում ենք անհրաժեշտություն, երբ որ հիվանդներին նշանակված է ցուցված է կոնտրաստ ՀՇ կոմպյուտերային տոմոգրաֆիան, այդ պարագայում հիվանդները ունենում են որոշակի երիկամային անբավարարություն, կրեատինինի միզանյութի բարձրացում, եւ այդ հիվանդներին կոնտրաստ հետազոտությունը կատարելուց առաջ անհրաժեշտ է նաև նախապատրաստել։ Այդ նախապատրաստման գործընթացը եւս կատարվում է նեֆրոլոգի կողմից։ Դիալիզի մասով ինչ է կատարվում բժշկական կենտրոնում, ովքեր են հիմնականում բուժառուները, պետությունը աջակցություն ունի այդ process-ում, թե ոչ, որտեղ տարիներ առաջ ես հիշում եմ, որ դիալիզը Հայաստանում վճարովի ծառայություն էր, հիմա ինչպես է։ Դիալիզը բացարձակական վճար ծառայություն է, ապահովում է պետության կողմից, ամբուլատոր ծառայություն է, տերմինալ շրջանի երիկամային անբավարարությունով հիվանդները անցնում են ծրագրային հեմոդիալիզի։ Ստանում են հիմնականում 3-ից 4 ժամ տևողությամբ շաբաթական 3 անգամ։ Եթե լինի անհրաժեշտություն, լինեն ցուցումներ, ուրեմն կարող է լինել նաև ռեժիմի փոփոխություն, բայց ընդհանուր ծառայությունը անվճար ծառայություն է։ Կենսակերպը կարող է բերել երիկամների հետ կապված խնդիրների։ Շատ ալկոհոլ օգտագործելը, ծխելը, երկրորդային ախտահարման կարող է բերել ալկոհոլի չարաշահումը կամ հեպատիտները, լյարդի
դրանք առաջնային լյարդային հիվանդություններ կարող են բերեն, որոնք իրենց հերթին հետագայում բերում են երիկամի անբավարարությանը, երիկամի ախտահարմանը, ի վերջո առաջացնելով լյարդա երիկամային անբավարարություն։ Այդպես էլ սրտային հիվանդները, սրտի իշեմիկ հիվանդությունով հիվանդները, ինֆարկտ տարած, տենդավորված, իրենց մոտ հետագայում ախտահարվում է երիկամները, առաջացնելով քրոնիկ կարդիոռենալ համախտանիշ, պայմանավորված սրտի առաջնային ախտահարմամբ, ոչ թե առաջնային երիկամային հիվանդություն է։ Շաքարային դիաբետը հիվանդություն, որը տարիների ընթացքում բերում է բոլոր օրգան համակարգերի ախտահարմանը, առավելապես երիկամի, եւ հիվանդի մոտ առաջացնում է դիաբետի երիկամային անբավարարություն, երիկամների դիաբետիկ հիվանդություն, որի արդյունքում եւս ի վերջո կզարգանա քրոնիկ հիվանդություն է եւ այդ հիվանդները դառնում են հետագայում հեմոդիալիզի հիվանդներ։ Շնորհակալություն նեֆրոլոգիական ծառայությունների եւ նեֆրոլոգիա մասնագիտության մասին մենք զրուցում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նեֆրոլոգիայի ծառայության ղեկավար Սոնյա Փալանջյանի հետ։ Այսպիսին ներ առողջարարն այս շաբաթ։ Հետևեք մեզ, որ լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Ցտեսություն։